20 երկրից ժամանած ավելի քան 200 մասնակցի ներկայությամբ հնչող այս զանգը ազդարարում է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մեր ֆոնդային բորսայում արտասահմանյան բրոքերը ուղիղ գործարք կատարեց։ Մեզ համար գործարքի վերջնահաշվարկը Աբու Դաբի ֆոնդային բորսան է ապահովում Թաբադուլ հարթակով, որին ոչ միայն Հայաստանի ֆոնդային բորսան է միացել, այլ նաև Կոմվերսբանկը, առայժմ հարթակին մասնակցող առաջին եւ միակ առևտրային կազմակերպությունը։ Ստրատեգիկ որոշում է եղել Կոմվերսբանկի կողմից, միացել ենք Թաբադուլին, այս պահի դրությամբ մենք առաջին հայկական կազմակերպությունն ենք առևտրային, որը ունի այդ հասանելիությունը եւ բոլոր ցանկացողները հայաստանյան ներդրողների, որոնք ուզենան ուրեմն հասանելիություն ունենան այդ ակտիվներին, այդ բորսաներին, մեր միջոցով կարող են իրականացնել իրենց ներդրումները։ Երբ որ մարդիկ կային ասում են, որ դժվար է 3 միլիոնանոց երկրում կապիտալի շուկա զարգացնել, որտեղ ինվեստորների քանակը սահմանափակ է, մենք այդ կարծրատիպերը կոտրեցինք, որովհետև պարտադիր չի, որ ներդրողները լինեն միայն քո երկրից եւ դու ամեն ինչ պետք է կատարես, անես ջանքեր ներդնես, որպեսզի կարողանաս ընդլայնել ներդրողների բազան։ Թաբադուլը բորսայական թվային հաբ է, որը հիմնված է շուկայի փոխադարձ հասանելիության մոդելի վրա։ Պարզ ասած, տարբեր երկրների բորսաները միմյանց է կապում։ Թաբադուլ նոր տարածաշրջանային առևտրային համագործակցություն խորագրով պանելային քննարկմանն են այս հարթակի հնարավորությունների մասին պատմում, որոնք այսօր ունի նաև Հայաստանը։ Կարծում եմ հայաստանյան կապիտալի շուկայի միջազգայնացման ուղղությամբ մեծ քայլ արվեց, առաջի քայլը։ Եվ հետագա քայլերի համար բոլորս արդեն պատասխանատու ենք մաքսիմալ մեր ներուժը դնենք, որպեսզի մեր կապիտալի շուկայով հետաքրքրվեն եւ գրավիչ լինի այն օտարերկրյա հեղինակավոր ներդրողների համար, օտարերկրյա բանկերի, ներդրումային ընկերությունների համար։ Թաբադուլ հարթակի մասին խոսում են Հայաստանում անցկացվող Confess 2025 համաժողովի ընթացքում։ Կոմվերսբանկը միացել է Եվրո-ասիական կապիտալի շուկաների միության համաժողովին որպես ոսկե հովանավոր։ Տարբեր երկրների ֆոնդային բորսաներից, կենտրոնական դեպոզիտարիաներից, բանկերից, կարգավորող մարմիններից, ներդրումային ընկերություններից ու միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները Confess-ի 30-ամյակին հնարավորություն են ստացել քննարկել կապիտալի շուկաներում վերջին միտումները, մարտահրավերները եւ ոլորտի նորարարությունները։ FEAS-ի նպատակն է ու հիմնական առաքելությունը զարգացնել կապիտալի շուկաները այն երկրներում եւ այն անդամների մոտ, որոնք որ անդամակցում են միանում են մեր միությանը։ Ներկայումս մենք ունենք մոտ 45 անդամ 30 երկրից։ Հեռանկարները շատ լավն են, ուղղակի այդ ամեն ինչը պետք է իրականացնել, պետք են մարդիկ, պետք են շուկայի մասնակիցներ, որոնք էնտուզիաստիկ գտնվեն եւ այդ հնարավորությունները կօգտագործեն իրենց նպատակների համար։ Իսկ ինչ վերաբերվում է այս ընդհանրապես Թաբադուլին, պետք է հասկանալ, որ դա 1 տրիլիոնից ավել դոլարային կապիտալիզացիա ունեցող հարթակ է եւ Հայաստանը դրա անդամ լինելով բնականաբար ունենում է շատ մեծ հնարավորություններ հասանելիություն ունենալ այդ ակտիվներին։ Confess 2025-ը հնարավորություն է կապերի խորացման, փորձի փոխանակման եւ ոլորտային գործընկերության ամրապնդման համար։ Իսկ Կոմվերսբանկի ներկայությունն այս համաժողովում վկայում է նրա ստանձնած կարևոր դերակատարման մասին տարածաշրջանային ֆինանսական էկոհամակարգի ամրապնդման եւ հայ ներդրողների համար նոր հնարավորությունների ստեղծման գործում։